անել ցանած խոպոները միշտ ակում մնելու են իրանց հակի վերի շուվելու Before you label or condemn me, don't treat me like a criminal, because I am innocent. It was a nightmare, a horrifying nightmare. But if this is what I have to endure to prove my innocence, my complete innocence, so be it. Բարի օր Տիկին Հակոբյան։ Դուք խոսում եք ձեր անհանգստությունների մասին եւ մտահոգությունների մասին, որոնք ձեզ այսքան ժամանակ հուզում էին, եւ որոնք շատ կարեւոր են ձեր անձի համար ներկա իրավիճակում։ Փառք Աստծո, հասկանալի է, թե ինչպես են ձեզ փորձում մոլորեցնել ձեր խորհրդատուները այդ թեմայի հետ կապված անիմաստ ու դեպի մոլորություն տանող ուղղություններ եւ իբր խելացի խորհուրդներ տալու։ Եթե ցանկանում եք ճիշտ լուծում գտնել ստեղծված իրավիճակում, առավել եւս որ այդ աստիճանի վիրավորվածություն կա ձեր սրտում, ապա հուսով եմ կլսեք եւ կընդունեք իմ խորհուրդը, որը համապատասխանում է Աստծո օրենքին։ Ապա այդ կարող է ձեզ օգնել գտնել ճիշտ լուծումը եւ արդյունքում Աստծո կամքով բարելավել ստեղծված իրավիճակը, գտնելով փոխշահավետ լուծում երկու կողմերի համար, գալով վերջապես համերաշխության վերջնական լուծում գտնելու եւ այդ լուծումը այնուհետ կատարածելու իմաստով։ Ապա փորձեմ հնարավորինս սուղ, բայց հասկանալի ամենը ներկայացնեմ առանց մանրամասներին անցնելու։ Ներկայացնեմ սկզբից հիմնական գաղափարը, ինչի հիման վրա կարելի է հաջորդ քայլերը անել։ Ամեն մարդ իր կյանքում ունի պարտավորություն Աստծո առջև լինելու Աստծուն հնազանդ։ Ինչ է դա նշանակում, Աստված տվել է ձեզ, ինձ եւ մնացած բոլոր գիտակից տարիքի հասած մարդկանց այս աշխարհում ազատ կամք։ Այսինքն ամեն մարդ կարող է ընդունել իր կյանքում ցանկացած որոշում իր սեփական ազատ կամքի համապատասխան, դա բոլոր մարդկանց անձեռնմխելի իրավունքն է։ Միաժամանակ ազատ կամք մարդկանց շնորհելուց հետո Աստված կապել է փոխաբերական եւ ուղիղ իմաստով պայման յուրաքանչյուր գիտակից մարդու հետ, ով այդ ազատ կամքը նրանից ստացել է լինելու Աստծուն հնազանդ։ Դա պայմանն է։ Այսինքն դու ունես ազատ որոշելու հնարավորություն եւ կարող ես անես ինչ ցանկանում ես, բայց դրա դիմաց Աստված ակնկալում է բոլորից, որ այդ ազատ կամքով ընդունած որոշումները եւ որոշումներին հետեւող քայլերը համապատասխանեն նրա օրենքին։ Այսինքն նա չստիպի կամ պարտադրի կամ այլ ցանկացած կերպով բռնանա քեզ վրա, այլ դու ինքնակամ հետևես այդ օրենքին եւ ապրես դրանով քո կյանքում քո անձեռնմխելի ազատ կամքին համապատասխան։ Եվ արդյունքում դրանով Աստված կդատի յուրաքանչյուր մարդուն դատաստանի օրը։ Համապատասխան նրա, թե ինչպես էր տնօրինում այդ գիտակից մարդը իրեն ընձեռնած ազատ կամքը եւ ինչ քայլեր է անում դրա արդյունքում իր կյանքում։ Այսքանը հասկացանք։ Հաջորդ կարևոր գաղափարը դա մարդու զսպվածությունն է։ Այսինքն մեր կյանքը ողողված է տարատեսակ գայթակղություններով, որոնց բոլոր մարդիկ ըստ իրենց հնարավորությունների եւ ըստ ցանկությունների տրվում են։ Դե որոշ մարդիկ ավելի շատ, որոշները ավելի քիչ, համեմատ նրանց հետ։ Հիմա չթվարկեմ այդ գայթակղությունները, այդքան էլ շատ չեն, բայց տարատեսակ են։ Ապա զսպվածությունը կայանում է նրանում, թե որքանով գիտակից մարդը կտրվի այդ գայթակղություններին, կամ կնախընտրի մյուս գայթակղությունների համեմատ իր համար ավելի հաճելի եւ ավելի դուրեկան մեկ կամ մի քանի կոնկրետ գայթակղությունները տարվելով դրանցով ավելի շատ քան մնացածով եւ սկսելով արդեն չափ հանձնել այդ գայթակղություններին տրվելու մեջ։ Այսինքն այս աշխարհի բարիքները բոլորը մարդկանց համար են, բայց Աստված կանխանշանակել է սահմաններ այդ բարիքներից գոյացած գայթակղություններին տրվելու մեջ, որպեսզի մարդիկ օգտվեն իր շնորհած բարիքներից, բայց չափը չհանձնեն դրանց մեջ, որովհետև չափ հանձնելով մարդիկ վնասում են իրենց եւ նաեւ իրենց մտերիմներին, հարազատներին, իսկ մեր օրինակում կոնկրետ իրենց սիրելի զույգին։ Եվ ապա զսպվածությունը կայանում է նրանում, որ մարդ ոչ թե ուրիշի ասածով կամ ոստիկանությունից վախենալով կամ բռնվել, խայտառակվելուց խուսափելով կամ այլ նմանատիպ պատճառով հետ կանգնի այդ գայթակղությանը չափից ավելի տրվելուց, այլ ինքնակամ գիտակցելով ինքը իրեն զսպի, որպեսզի չանցնի Աստծո կողմից նշանակված սահմանը, որտեղ եթե արեց եւ չափ անցավ, Довольно! Помогите! Спасите! Спасай себя сам! А я пойду служить к другому врачу! ապա կվնասի դրանով ինքը իրեն, ապա իր զույգին միաժամանակ մեղք գործելով։ Հուսով եմ սա կարողացա հասկանալի ներկայացնել։ Ամփոփելով, այսինքն ամեն մարդ ունի ազատ կամք, Աստծո կողմից շնորհված եւ ունի պարտավորություն նրա առջև չխախտել Աստծո կանխանշանակածը, հետևելով նրա օրենքներին եւ լինելով նրան հնազանդ։
Եվ դրան հասնելու համար պարտադիր պետք է ունենա ինքնակամ զսպվածություն, որպեսզի ինքը իրեն զսպի եւ չխախտի այդ։ Որովհետեւ ինչ էլ անեք դուք, ես վարչապետը կամ ցանկացած այլ մարդ եւ ուժ մեր երկրի վրա, չեք կարող այդ մարդուն այնպես զսպել, ինչպես այդ մարդը ինքը իրեն ինքնակամ կկարողանա զսպել անհրաժեշտ պահին։ Այսինքն ոչ ոք չի կարող նրան զսպել այն ժամանակահատվածում, պահին, վայրկյանին, երբ նա ունեցավ ձեռք բերեց հնարավորություն անպատիժ խախտել Աստծո կողմից նշանակած սահմանը այդ գայթակղությանը տրվելու մեջ։ Եվ եթե ինքը իրեն ինքնակամ չզսպեց, ապա մոռացեք, որ վաղը կրկին էլի նույն բանը կամ ավելի վատը իրեն ձեռնտու եւ իրեն հարմար պահի չի անի։ Այո, եւ ապա հաստատ էլի կրկնելու է, վաղ թե ուշ։ Հուսով եմ այսքանը նույնպես հասկացանք։ Սրանց ելնելով, ապա ամենաուժեղ զսպվածությունը ունի այն մարդը, ով վստահ է Աստծո գոյության մեջ, ապա հասել է Աստծո տանը եւ ապրում է Աստծո սուրբ տաճարում եւ ունի պարտավորություն Աստծո առջեւ լինելու նրան հնազանդ, որն էլ հենց այդ ամենակարծր ինքնազսպվածությունն է տալիս այդ մարդուն չխախտելու Աստծո օրենքները եւ չտրվելու ցանկացած գայթակղության, նույնիսկ եթե 100% անպատիժ կարող է դրատակից դուրս գալ, հա։ Սենց ասենք, ինչ հնարավորություն էլ ունենա, մեկը հաստատ չի խախտելու, կարող եք վստահ լինել։ Հուսով եմ այսքանն էլ հասկացանք։ Հիմա անցնենք պարտավորություններին, որոնք վերաբերվում են զույգին։ Աստված ամեն մարդու համար նշանակել է մեկ զույգ։ Զույգ ասելով Աստված նկատի ունի սեռական հարաբերություններ մեկ տղամարդու եւ մեկ կնոջ միջև։ Դրանից ավել արգելված է։ Եվ ապա ինչ է ամուսնությունը կամ զույգ կազմելը, դա չափահաս գիտակից տղամարդու եւ չափահաս գիտակից կնոջ վերցրած պարտավորությունն է Աստծո առջեւ լինել սեփական ամուսնուն կնոջը հանդեպ Աստծուն հնազանդ։ Այսինքն ոչ թե իրար են այդ մարդիկ պարտավոր կամ պարտական կամ չգիտեմ ինչ, ինչի մեջ ձեզ փորձում են մեղադրել, այլ այդ զույգից յուրաքանչյուրը պարտավոր է միայն ու միայն Աստծուն, ուրիշ ոչ ոքի իր կյանքում։ Պարտավորությունը կայանում է նրանում, որպեսզի լինի Աստծուն հազանդ այն թեմաների վերաբերյալ, որը Աստված նշանակել է այդ մարդու համար, թե ինչպես նա պետք է վարվի իր զույգի հետ, որին նա ընտրել է։ Այսինքն ամուսինը իր ընկին վերցնելուց վերցնում է միաժամանակ պարտավորություն Աստծո առջև տալ կնոջը այն, ինչ Աստված նշանակել է այդ կնոջ համար, այսինքն այդ կնոջ ուղիղ հասանելիքը, որը ներառում է այդ կնոջը չխաբել, չանպատվել, ձեռ չառնել, ածական չկպցնել, չվիրավորել, շնորհքով եւ ամենաբարոյական կերպով նրան վերաբերվել, այդ կնոջ հետ որպես սիրեկան չվերաբերվել, չբռնանալ նրա վրա, սեռական հարաբերություն ուրիշների հետ չունենալ, ուրիշ կանանց չգայթակղել, ուրիշների հետ ֆլիրտավաց, ասենք չանել, հայացքը կախել օտար ամուսնացած կամ չամուսնացած կանանց տեսնելիս, շփվելիս հստակ պատնեշ իր եւ մնացած կանանց միջև դռնելով։ Ապա նաև հոգ տանել այդ կնոջ մասին, ինչպես նշանակել է Աստված, այսինքն առանց չափ հանձնելու կամ սովի չքավորության մայտնելու։ Ամենակարևորը չստիպել ու չպարտադրել ոչ մի բան։ Ոչ ոք իրավունք չունի ձեզ որևէ բան պարտադրելու, ստիպելու կամ որևէ բան ձեզանից ակնկալելու ու պահանջելու։ Դուք ոչ մեկին ոչ մի բանում պարտավոր չեք եւ երբեք էլ չեք եղել։ Պարտավորությունը ամեն մարդու միայն Աստծո առջև է։ Վերաբերվել ձեր ամուսնուն այնպես, ինչպես վերը նշեցի, դա փոխադարձ պարտավորությունն է Աստծո առջև երկուսի համար էլ նշանակված։ Որտեղ բայց կինը պարտավոր չի ամուսնու մասին հոգ տանել, որտեղ Աստված այս աշխարհը ստեղծել է այնպես, որ տղամարդը ավելի մեծ հնարավորություն ունի այդ անելու, քան կինը։ Կան իհարկե նաև բացառություններ հազվադեպ, բայց դա մեր աշխարհի կառուցվածքն է եւ այսօր եւ մարդկության ստեղծման օրերից էլ այդպես էլ եղել է եւ այդպես մինչեւ հիմա մնացել, որ տղամարդը ավելի մեծ հնարավորություն ունի կնոջ մասին հոգալու, քան հակառակը, բայց դա պետք է լինի սահմանների մեջ առանց չափ անցնելու կամ ամուսնուց եսի մինչեր պահանջելու։ Եվ նորից եմ ասում, դուք ոչ մեկին ոչ մի բանում պարտավոր չեք, դա ամենակարևոր խորհուրդն է Աստծո կողմից զույգերում։ Հիմա ինչ վերաբերում է ամուսնալուծությանը, երբ զույգերից մեկը խախտում է այդ Աստծո կողմից նշանակված պարտավորությունները իր զույգի հանդեպ, ապա այդ վնաս կրած զույգը իրավունք ունի չհանդուրժել այդ եւ բաժանվել ամուսնուց կնոջից։ Եթե կա դրա համար հստակ պատճառ, եւ ես փառք Աստծո գիտեմ ձեր պարագայում, որ դուք ունեք այդ պատճառը։ Ապա ո՞րն է լուծումը այս դեպքում։ Աստված խորհուրդ է տալիս լավ մտածել, շատ խորը ու կառուցողական մտածել այդ քայլին գնալուց առաջ բոլոր զույգերին։ Եվ տալիս է մտորելու եւ բարելավելու ժամանակ երկուսին էլ 3 եւ հաջորդող 4 ամիս ժամկետով, որտեղ նրանք կարող են փոշմանել եւ կրկին միանալ։ Եթե այդ ժամկետից հետո զույգերը չեն որոշում միանալ, ապա Աստված արգելում է վերջնական վերամիավորումը, դրանով խիստ խորհուրդ տալով նրանց գիտակից կերպով քայլեր անել եւ խաղ ու բարիչ վերածել իրենց պարտավորությունները Աստծո առջև։ Այսինքն, եթե որոշեցին բաժանվել այդ իմ նշած ժամկետից հետո վերջնական,
ապա կարող են երկուսն էլ միայն այն դեպքում կրկին վերամիավորվել, եթե իրենցից յուրաքանչյուրը Աստծո օրենքին համապատասխան մի ուրիշ Աստծո հնազանդ մարդու հետ ամուսնանա, տալով այդ զույգին իրենց պարգևը, որը նշանակել է Աստված յուրաքանչյուրին նրանցից, որը վերը նշեցի, պարտավորություններ Աստծո առջև։ Հետո եթե լինի պատճառ բաժանվելու, երկուսն էլ բաժանվեն իրենց Աստծո հնազանդ զույգերից, ապա նոր դրանից հետո նորից վերամիավորվելը հնարավոր է կրկին Աստծո օրենքին համապատասխան։ Ինչու այսքան խորացա, որ հասկանաք, որ դա շատ լուրջ եւ շատ ծանր որոշում պետք է լինի յուրաքանչյուր զույգի համար, որտեղ վերամիավորվելը, եթե թեթևամտություն արեցիր եւ վերջնական բաժանվեցիր, համարյա անհնար է դառնում դրանից հետո, այսինքն պետք է շատ լավ ու խորը մտորես նոր այդպիսի վերջնական քայլի գնաս։ Դուք ձեր համար պետք է այդ որոշումը ընդունեք, ուրիշները չեն կարող դա անել։ Եվ միայն այս ամենը հաշվի առնելով եւ գիտակցելով կարող եք ընդունել արդեն որոշումը, որովհետեւ այս իմ թվարկածը մարդկանց էությունն է, Աստված ամենալավն է տեղյակ յուրաքանչյուր բոլոր մարդկանց վերաբերյալ, եւ դրա հիման վրա էլ նշանակում է պարտավորություններ եւ սահմաններ։ Ապա եթե գտնում եք հնարավոր ներել ձեր զույգին, ապա իմ կողմից խորհուրդ արեք դա Աստծո օրենքին համապատասխան։ Ներեք նրան պարտադիր միայն այն ժամանակ, երբ 100% վստահ լինեք, որ նա դա էլ երբեք չի կրկնի։ Իսկ վստահ կարելի է լինել միայն այն դեպքում, եթե նա իսկապես Աստծուն հնազանդ է եւ ունի ինքնազսպվածություն, իր ազատ կամքը ճիշտ կտնօրինի այդ անպատժելիության պահին եւ զերծ կմնա այդ գայթակղությանը տրվելուց կամ կրկնելուց կամ այլ նմանատիպ քայլեր անելուց։ Նաեւ պետք է վստահ լինեք, որ ձեզ նույնպես ինվերը նշածին համապատասխան կվերաբերվի, այսինքն ինչպես նշանակել Աստված բոլոր զույգերի համար։ Նաև իհարկե ոչ մի բանում չի պարտադրի կամ ստիպի կամ մեղադրի, ակնկալելով միայն այն տարբերակը, որ դուք ինքնակամ կանեք այն, ինչ ձեր ցանկությունն է։ Եվ հիշեք, որ դուք էլ նրան պետք է տաք Աստծո կողմից նշանակած է ինվերը թվարկած, դա պարտադիր է եւ երկկողմանի է։ Որպեսզի համերաշխություն տիրի ձեր տանը Տիկին Հակոբյան։ Եվ եթե ներեցիք, ել երեսով դրանից հետո չտաք, այդ թեման պետք է վերջնական փակված լինի։ Ապա վերջում ասեմ, կապ չունի, թե այդ լուծման ելքը ինչպիսին կլինի։ Արդար լուծումը այն է, որը փոխշահավետ է երկուսի համար է։ Չի կարելի մինչև վերջ դիմացինին խեղդել, ինչա քո ուզածով լինի, եւ ոչ էլ ամենը նրա օգտին անել, ինչա խաղաղություն կամ համերաշխություն լինի։ Երկուսն էլ պետք է իրենց սխալները շտկեն, պահանջները Աստծո օրենքին համապատասխանեցնեն, կեղծ անկնկալիքները զսպեն ու գան ընդհանուր փոխշահավետ ու երկու կողմի համար ընդունելի հայտարարի, որը ամբողջությամբ համապատասխանում է Աստծո նշանակածին։ Եվ իմ վերը թվարկածի մեջ չկա ոչ մի դժվարություն ցանկացած գիտակից մարդու համար։ Դրա համար պահանջվում է միայն ցանկություն։ Եվ միայն այդ դեպքում դուք կունենաք երկուսով վերջնական համերաշխություն ձեր ընտանիքում։ Առայժմ